Ինչպես համացանցում անվտանգ լինել, ստուգել փաստերն ու պայքարել ապատեղեկատվության դեմ, կրթական տեսանյութերի միջոցով սովորեցնում են Ստեփանավան, Տաշիր, Գյուլագարակ և Լոռիբերդ համայնքների երիտասարդները կամք ՀԿՕ-ով իրականացվող ծրագրի շրջանակում։ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ մարդը կարիքի մեջ ՀԿԻ համակարգմամբ իրականացվող ծրագրի հիմքում չեխական OVIS մեթոդաբանությունն է ուսուցում ֆիլմերի միջոցով։ Այս ծրագիրը չեխական սիմվոլիկան է, այսպես ասած, Չեխիայի Հանրապետությունում ծրագիրը ընդունված է նույնիսկ բոլոր դպրոցներում։ Ֆիլմերի միջոցով ուսուցումը իրենից ենթադրում է երեխաների մոտ եւ ընդհանրապես բոլոր դիտորդների մոտ զարգացնել քննադատական մտածողությունը։ Ծրագրի շրջանակում 4 համայնքների շուրջ 100 բնակիչ մասնակցել է մեդիակինո սրճարանի դիտել ֆիլմեր մեդիագրագիտության մասին։ Ծրագրի մասնակից Տիկին Մանիկի խոսքով անկախ տարիքից միշտ պետք է սովորել ու քայլել ժամանակի պահանջներին ընդառաջ։ Այնքանով իրազեկվեցինք, որ կարող ենք ջոկել կեղծ ֆեյքերը, իսկականից կեղծ կայքերը, ասենք թեկուզ վերնագրերից ելնելով մտածենք բացել թե չբացել։ Ընտրված 25 երիտասարդները մասնակցել են մեդիա դպրոցի, ձեռք բերել գիտելիքներ ու հմտություններ մեդիանյութեր պատրաստելու վերաբերյալ, բացելու վարում են բլոգներ, լուսաբանելով իրենց համայնքների իրադարձություններն ու խնդիրները։ Ակտիվ բլոգերները որպես մրցանակ ստացել են լրագրողական տեխնիկա համայնքային կյանքը լուսաբանելու համար։ Ծրագրի ընթացքում այցելել ենք համայնքապետարաններ, հարցազրույց ենք իրականացնել ներկայացուցիչների հետ եւ հետո այդ հարցազրույցը դարձրել ենք հոդված եւ այն այժմ հրապարակված է մեր կայքերում։ Ծրագրի ընթացքում բացի նոր գիտելիքներից կարողացել եմ ստեղծել տարբեր հոդվածների շրջանակում կարողացել եմ կատարել մի շարք հարցազրույցներ։ Համացանցից գրագետ օգտվելու, փաստերը ստուգելու, ապատեղեկատվություն չտարածելու եւ այլ թեմաների մասին պատրաստած տեսահոլովակների QR կոդերով երիտասարդները մեդիա ցուցանակներ են պատրաստել ու համայնքների մարդաշատ վայրերում տեղադրել իրենց գիտելիքները հանրությանը փոխանցելու համար։ Սերինե Սերոբյան, Ռոբերտ Գյուլզադյան, լուրերի համար։